Այսօր էլ կան մարդիկ, ովքեր իրենց անշարժ գույքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար։ Առնվազն մեկ ընտանիքի ես ճանաչում եմ եւ այդ հիվանդությունը կապված է չարորակ նոյագոյացության հետ եւ անկեղծ ասած զարմացա, երբ որ դուք գոհունակությամբ արձանագրում եք եւ ձեր խոսքից տպավորություն էր ստեղծվում, որ խնդիրը ըստ էության լուծված է չարորակ նոյագոյացություններ ունեցող հիվանդների պարագայում այդպես չի։ Այդպես չի անգամ, երբ որ առողջապահության պարտադիր ապահովագրությունն է ներդրվել, որովհետև այո, մի քանի 100,000 դրամով գումարը ավելացել է, բայց դա հարցի լուծում չի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա հարցի լուծում չի, եւ մարդիկ իսկապես իրենց ունեցվածքը վաճառում են Հայաստանում կամ հաճախ Հայաստանի սահմաններից դուրս այդ հարցերը լուծելու համար։ Առհասարակ դուք ինչպես եք տեսնում այս հարցի լուծումը, որովհետև տարեցտարի ավելանում է քաղցկեղով հիվանդ քաղաքացիների թիվը հանրապետությունում։ Հայաստանում ամբողջությամբ անգամ քիմիոթերապիայի ծախսը չի փակվում այս անգամ ավելացումով։ Ես ձեզ մի քանի թիվ եմ ուզում ասել։ Հայաստանում ամեն 43-րդ մարդ քաղցկեղ ունի։ Երևանում ամեն 35-րդ քաղաքացի։ Անկախացումից ի վեր 3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։